Որպեսզի այսօր խոսանք մեր Տիրոջ խոսքը, ինչ որ ուղարկված է մեզ համար, ինձ համար։ Գանգատ, թե հավատացյալները քիչ են, իսկ չարերը շատ։ Հույս Աստծո օգնության վրա։ Երկողների գլխավորին 8-րդի վրա Դավթի Սաղմոսը։ Փրկիր Տեր, որովհետև սուրբերը պակասվեցան, որովհետև հավատացյալները քչացան մարդկանց որդիների մեջից։ Գիտեք, ես այնքան հավատում եմ, որ այս ժամանակների համար գրված է Սաղմոսը։ Ամեն մարդ զուրբան է խոսում իր ընկերի հետ։ Նենգավոր շրթունքներով են և կեղծ սրտով են խոսում։ Տերը կկտրե ամեն նենգավոր շրթունքը և մեծ բաներ խոսող լեզուն, որ ասում են, թե մեր լեզուներով զորավոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են, ով է Տերը մեզ համար։ Խեղճերի նեղության և աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը։ Փրկության մեջ կդնեմ նրան, որ փափագում է նրան։ Տիրոջ խոսքը մաքուր խոսքեր են, ինչպես արծաթ, որ բովի մեջ երկրի վրա սրբված և 7 անգամ պարզված է։ Դու Տեր կպահես նրանց և կապրեցնես նրանց այս ազգիցը մինչև հավիտյան։ Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս, երբ որ անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների վրա։ Ամեն։ Շատ հետաքրքիր է, որ իսկապես ես ուզում եմ հասկանանք, որ այս Սաղմոսը գրվեց, Դավթի Սաղմոսը գրվեց այս օրերի համար, ասում է Տեր փրկիր, Տեր ողորմիր, որովհետև սուրբերը պակասվեցան, որովհետև հավատացյալները քչացան մարդկանց որդիների մեջից։ Կարդում եմ Սաղմոս 12-ը, Շամամ Քուջան։ Հավատացյալները քչանում են, ժողովուրդ, կարծես թե հավատացյալները շատանում են, հավատացյալ ժողովուրդը, եկեղեցիները աճում է, շատ շատանում են հավատացյալ ժողովուրդը, հա, բայց ոչ։ Հավատացյալը, ով իսկապես հավատում է, նրան քչանում են գնալով։ Եկեղեցում 1000 հոգուց ավելի մարդիկ կան, բայց նրանցից միայն մի քանի տոկոսն է, որ հավատում է, և դա ցավալի է։ Ասում է, ամեն մարդ զուրբան է խոսում իր ընկերի հետ։ Ես կարծում եմ, որ սա իսկապես հիմա այդ ժամանակն է, և ասում է, նենգավոր շրթունքով և կեղծ սրտով են խոսում։ Այո, ես կասեմ, այո, այս Սաղմոսը ամեն շատ ճիշտ է գրված, ես համաձայն եմ, որովհետև հենց այդպես էլ կա։ Մարդկանց սրտերը կեղծ է դարձել, մարդկանց շրթունքները խոսում են նենգավոր բաներ, մարդիկ իրենց ընկերների դեմ զուրբաներ են խոսում։ Իրենց լեզուներն է իրենց զորությունը, գիտեք, իրենց գործը իրենց լեզուներն է։ Մարդիկ միայն լեզվով են խոսում, միայն լեզվով են գործում, միայն լեզվով են հավատում, միայն լեզվով են գնում Աստծո ետևից, Աստված իմ, ես կգամ քո ետևից, ես Տիրոջ ձեռքը բաց չեմ թողնի, իսկապես բաց չես թողնի։ Իսկ Տերն ուզում է, որ այսօր գնա այնտեղ, որտեղ որ իր անունն են կանչում։ Իսկ դու շատ կարևոր է, որտեղ ես դու։ Տիրոջ ձեռքը թողեցիր, որովհետև ձեր ճանապարհները տարբեր ուղություններով էր գնում։ Եվ սա շատ դաժան բան է, երբ որ մարդը լեզվով է միայն Աստծուն պաշտում ու մեծարում։ Ահա լսեք Աստծո պատասխանը։ Ես Աստծո հետ պայման ունեմ, ու այս խոսքերը ես ընդունեցի, որովհետև ասում է խեղճերի նեղությունը և աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը։
Փրկության մեջ կդնեմ նրան, որ փափագում է նրան։ Գիտեք ինչ։ Կարծում եմ բոլոր նեղության մեջ եղող մարդիկ փափագում են փրկության։ Բոլոր նեղության մեջ եղող մարդիկ փափագում են, որ փրկություն գա իրանց։ Բայց Աստված ասում է ոչ, ես վեր կկենամ եւ նրան կդնեմ փրկության մեջ, ով իսկապես փափագում է ինձ։ Ով փափագում է ինձ, որովհետև հավատացյալի ու սուրբերի մասին է խոսքը։ Ասում է ես սուրբերին իսկապես ովքեր փափագում են, ես կփրկեմ նրանց։ Ուրեմն մարդիկ այսօր շատ են մտածում, որ դե Աստված խոստացել է կփրկի, չկա տենց բան։ Մարդը կարող է կորցնել ամենաթանկը, որ երբևէ նա ձեռք է բերել իր փրկությունը։ Ցավով եմ ասում, որովհետև իսկապես հենց այդպես էլ կա։ Գիտեք, ասում է Տիրոջ խոսքերը ամուր խոսքեր են, ինչպես արծաթ, որ բովի մեջ երկրի վրա սրբված է 7 անգամ պարզված է։ Ուրեմն ինչ է նշանակում։ Աստծո խոսքը այնքան մաքուր է, այնքան սուրբ է, որ բացառվում է, որ մեկը կարողանա կեղծել։ Կթվա թե մարդը ինքը իր ուզած ձևով շուր տվեց Աստծո խոսքը, կթվա թե մարդը ինքն իրեն հարմարավետ ձևով խոսեց եւ գործեց այդ խոսքը ինչպես իրեն էր հարմար, բայց Աստված ասում է վատ լուր ունեմ քեզ համար, իմ խոսքը սրբված է 7 անգամ պարզված։ Դու չես կարող նրան ծռել, դու չես կարող, բացառվում է։ Դու Տեր կպահես նրանց եւ կապրեցնես նրանց այս ազգիցը մինչև հավիտյան։ Այո, որովհետև Աստված խոստացավ ինձ եւ քեզ պահել մինչև հավիտյան։ Ամբարիշներն ամեն կողմով ման են գալիս, երբ որ անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մեջ։ Ամբարիշները, երբ որ Աստծո հետ բարիշ չեն։ Գիտեք, սրանք հավատացյալի մասին է խոսքը։ Այն հավատացյալները, ովքեր անգամ եկեղեցի են այցելում, ովքեր Աստծո կանչում են, աղոթում են, կարդում են խոսքը, բայց Աստծո խոսքի հետ հաշտ չեն։ Այսինքն գիտեք ինչ կա, բաներ կա, որ ասում ենք Աստված, այս բանը մի տեսակ չեմ կարողանում ընդունել։ Կամ ես համաձայն եմ Աստծո խոսքերին, բայց չես կատարում, որովհետև քեզ համար դժվար է դա անել։ Քեզ համար դա մի քիչ դանդաղում ես անելու։ Մնա հետո կկատարեմ Աստծո խոսքը, մնա հետո։ Նրանց Աստված անվանեց ամբարիշտներ։ Ասում ամեն կողմանը ման են գալիս։ Երբ որ անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների վրա։ Ուրեմն երբ որ այն մարդիկ, որ բարձրանում են, անհավատները բարձրանում են մարդկանց վրա, այսինքն գիտեք ոնց ասեմ, սենց կարող եմ բացատրել, երբ որ տեսնում ես, որ անհավատը հնարավորություն ունի, ասում է շատ անհաշտ հավատացյալներ, Աստծո խոսքի հետ անհաշտ հավատացյալներ անցնում են նրանց կողմը, ովքեր որ ունեն իշխանություն, ովքեր որ ունեն հնարավորություն, գումար, հարուստ են, անցնում են նրանց կողմը եւ ասում են նրանց հետ դուրս են գալիս մարդկանց որդիների մեջ։ Եվ դա շատ դաժան է Աստծո խոսքը Դավիթը տեսնելով էր խոսում։ Դավիթը տեսնելով խոսում էր նրա մասին, ինչը որ Աստված իրեն ցույց էր տալի ապագան։ Հիշում եք, քանի հազար տարի առաջ Դավիթը տեսավ Հիսուսի խաչելությունը եւ խոսեց դրա մասին Սաղմոսով։ Եվ հիմա Դավիթը տեսնում է մեր օրերի հավատացյալների պակասվելը, տեսնում է նրանց քչանալը, տեսնում է, որ սուրբերը գնալով պակասում են։ Ասում է սուրբերը պակասվեցան, որովհետև մարդը այլևս ջանք չի անում իր անձը սուրբ պահի, այլևս չի ուզում, որ ինչ որ բանում մի փոքր էլ գոնե, ասի խնայեմ իմ անձս Աստծո համար, մաքրեմ իմ անձս Աստծո համար,
թող որ այս բանն էլ չուտեմ, թող որ այս բանն էլ չխմեմ, թող որ այս բանն էլ չանեմ, կամ այս վայրն էլ չգնամ իմ Տիրոջ համար։ Այլևս չկա այդ սրբությունը, այլևս իր անձը չի սրբում։ Ես հուսով եմ, որ մյուս կիրակի ես կխոսեմ դրա մասին, կխոսեմ, թե ինչու համար Հիսուսը ընտրեց մեզ իրեն որպես հարս, եւ ինչ պիտի անի այդ հարսը, ինչպես պիտի պատրաստվի այդ հարսը, եւ ինչ պիտի անի, որ այսօր հարսը իր միակ գեր նպատակը պիտի լինի իր անձը սրբելը, իր Փեսայի համար, պատրաստելը իր անձը իր Փեսայի համար։ Դրա համար ժողովուրդ ես ուզում եմ, որ իսկապես ամբարիշտ չլինենք Աստծո հետ։ Եկեք հաշտ ապրենք Տիրոջ խոսքի հետ։ Եկեք Տիրոջը ուղղակի չասենք, այո Տեր, դու իմ Աստվածն ես, դու իմ հովիվն ես, բայց միայն նեղության պահերին, բայց միայն դժվարության ժամանակ, այլ ամեն իրավիճակում։ Ես այսօր առավոտյան այնքան հետաքրքիր հարց տվեցի, ասում Տեր, ինչի՞ց է, որ ես երբ որ իմ հետ ամեն ինչ լավ է, ես շատ ամուր եմ կպած քեզ։ Կանչում եմ, փառաբանում եմ, մեծարում եմ իր անունը, շփվում եմ իր հետ։ Բայց երբ որ ես շատ ուժեղ առողջապես նեղության մեջ եմ լինում, ես ուղղակի գոհանում եմ։ Ես չեմ աղոթում, չեմ խնդրում, ոնց որ լավ ժամանակ խնդրում եմ։ Հասկանում եք, առողջ ժամանակ ես խնդրում եմ իրան։ Բայց ծանր ժամանակ չեմ խնդրում։ Միայն գոհանում եմ։ Հետո ես հասկացա, որ իմ սիրտս վստահում է իմ Տիրոջս, դրա համար էլ չեմ խնդրում նեղության ժամանակ։ Նեղության ժամանակ միայն փառավորում եմ իրան։ Անկեղծ ասում եմ, ժողովուրդ, ես մի փոքր ուզում եմ վկայեմ այն ինչի միջով, որ ես անցա այս մի քանի ամիսների մեջ, ու այդ ամեն ծանրության ժամանակ, այդ ամեն դժվար պահերի ժամանակ, երբ որ ես հիվանդանոցում պարկած էի, համարյա մի ամիս հիվանդանոց եմ պարկել, երբ որ ես պարկած էի հիվանդանոցի մեջ, շատ երկար միջանցք ունի, այդ միջանցքը դարել էր իմ աղոթավայրը, իմ կողքից պարկած հիվանդներն ասում էին, այդքան սիրում ես քայլել, ասում էի, հա, սիրում եմ քայլել, գիտեք ինչքան էլ վատ էի լինում, հենց մի փոքր ինձ լավ է զգում, ուղիղ այդ միջանցք էի գնում էի այդ միջանցք քայլելով, դանդաղ քայլելով, գնում էի ետ էի դառնում, ու այդ ամբողջ ճանապարհին միայն Տիրոջն էի փառաբանում, միայն գոհանում էի, անկեղծ եմ ասում, ոչինչ չէի խնդրում նրանից, միայն գոհանում էի, միայն ասում էի, Տեր, թող քո անունդ փառավորված լինի, Տեր, այն ինչի միջով անցնում եմ, թող քեզ փառավորի։ Միայն դա է աղոթում, միայն դա է ասում, Տեր, ես երկրպագում եմ քեզ, ես մեծարում եմ քեզ, այդ ամբողջ իմ աղոթքս միայն կազմված էր այդ գոհության վրա։ Ու ես ասում եմ, իսկապես ես այնպիսի ծանր վիրահատություններ եմ տարել, որ ես չէի զգում, որ ես այդքան ծանր եմ։ Անկեղծ ասում, ես չէի զգում, որովհետև իմ գլուխն են վիրահատե, իմ ձեռքն են վիրահատե, ու ես ասում էի, Տեր Աստված, այս անգամ իմ ձեռքս այնքան, նենց վիրահատություն են արել, որ բացարձակ չի ցավում։ Իմ գլուխս բացել են, ցավեր ունեի, բայց այն դաժան, որ պետքա լիներ, չկար, որովհետև Աստված ինձ հետ էր, Աստված իմ կողքին էր։ Եվ ուզում եմ ասեմ, ցանկացած դժվարության մեջ գտնվող մարդ, ով ուզում է լինի, ինչպիսի ճանապարհով ուզում ես անցի, ինչպիսի դաժան է լինի այդ ճանապարհը, միշտ ուշադրություն դարձրա, Տերը քո կողքին է։ Գիտես, կարող է դու չզգաս, գիտես, կարող է դու իսկապես չզգաս, որ Տերը քո կողքին է, բայց իրապես նա քո կողքին է, որովհետև նա խոստացավ, չեմ թողի։ Ասում է, խեղճերի նեղության եւ աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը,
որ փրկեմ նրանց։ Ասա հենց հիմա Տերը պիտի վեր կենա, որ փրկի քեզ, որովհետև հենց այդպիսին է մեր Աստվածը։ Նա տեսնում է մեր նեղության ճանապարհը։ Կարծում եք Աստված չի տեսնում։ Տեսնում է։ Կարծում եք Աստված չգիտի քո զգացածը, չէ՞ որ դու իրանից ես ստեղծված, ինչպես չի իմանա։ Ես մի բան ասեմ ձեզ։ Երբ որ երեխան դժվար բանի միջով անցնում է, ծնողը էլ ավելի ցավ զգում, էլ ավելի ցավ ապրում։ Որտեղից այդ զգացողությունը, որովհետև իրանից է ծնված։ Հիմա ասում եմ ձեզ, որտեղից այն զգացողությունը, որ Աստված զգում է իմ ու քո նեղության ժամանակ, որովհետև մենք իրանից ենք ծնված։ Մենք իր հետ ենք։ Ամեն, մենք իր մեջ ենք։ Փառք Հիսուսին։ Ես օրհնում եմ ձեզ, ժողովուրդ ջան,